Ալես, ալես, անցես։ Լավ, դու ինչ ենք անում։ Չգիտեմ ինչ ենք անում, անցած շաբաթ ինչ որ հայոյանքներից խոսացինք, մտքովս անցավ կարող է քաղաքականությունից խոսանք այսօր։ Քաղաքականություններից, քաղաքականություն։ Կակրաս ընտրությունները։ Հայաստանին է նկատի ունես։ Երկու տեղն էլ ընտրություն է, ամստեղ է ընտրություն, Գլենդելի ընտրություններն է, համ Հայաստանի։ Օ, Գլենդելում էլ ընտրություններ։ Գլենդելում էլ ընտրություններ կա։ Մասնակցում ես դու ընտրություններին, հա։ Ու խորհուրդ կտամ, որ հայերը ընդհանրապես էլի նա ցենց ասեն, որ ովքեր ունեն паспорт, Ամերիկայի паспорт, թող գնան ընտրությունների, որովհետև կարևոր է, մեր մասնակցությունը կարևոր է, որ անգամ Ամերիկայի ոնց ասած, ոնց որ ամերիկան էլ է, այս government-ը տեսնի, որ գնում ենք ընտրությունների։ Կառավարությունը, այսինքն հայերը մասնակցություն ունեն ընտրությունների։ Բայց դա մեզ ինչ է տալու, օրինակ ես քեզ մարդ որպես որ այստեղ ապրել է, հարց ունեմ։ Իմ համար, չգիտեմ, ինչ է ինձ տալու, թե Գլենդելի քաղաքապետի ազգանունը Յանով է վերջանում, թե չգիտեմ ուրիշ բանով է։ Դա ինչ որ բան է մեզ տալիս։ Հիմա այստեղ հարցը ազգանունը Յանով չվերջանալը չի, Յանով վերջնա կամ չէ, այսինքն քաղաքապետը երբ որ դու հայ ես, ես Յան հենց հայ լինելու կամ ամերիկացի է նստած քաղաքապետ, այսինքն իր հայացքները լրիվ տարբեր է, չէ՞։ Հա։ Մենք ուրիշ ձև ենք մտածում, իրանք ուրիշ ձև, դու հաստատ կուզենաս հայերի համար ավելի լավ լինի, քան թե ամերիկացին։ Կարող եմ այդտեղ ամերիկացի գա, вообще հայերին չսիրի, օրինակի համար։ Չէ, Ամերիկայի ավելի շահերը պաշտպանի, քան թե հայկական Հայաստանի հայերին ճիշտը մի քիչ դժվար է ասել։ Դժվար չի, շատ հեշտ է, չէ՞ դժվար։ Բայց գիտես, ես դու այդքան էլ ուշ չեմ վերաբերվում, եւ ասեմ ինչու։ Դե լավ չի որ լուրջ ես վերաբերվում էլ։ Կարծում ես։ Հաստատ 100% ես ասում եմ, որ ավելի լավ է հայը։ Չէ, շատ լավ է, ես դեպչենակ ինչ որ ուրիշ ազգից, չգիտեմ, ով ուզում է լինի։ Բայց չէ որ քաղաքապետը ընդամենը մենեջեր է, կառավարիչ է, չէ՞։ Նա կենտրոնական իշխանություն չի, նա որոշող չի։ Նա որոշում իրականացնող է մեծամասամբ։ Դրված է օրենքի շրջանակների մեջ եւ որոշում կայացնող չի մեծ առումով։ Բայց կայացնող է։ Դե հա, իհարկե։ Որ այդպես վերցնենք, բոլորն էլ ինչ որ չափով որոշում կայացնող է։ Եթե որոշում կայացնող է, այսինքն կարա անենց անի, որ հայ համայնքի համար լավ լինի։ Հասկանում։ Օրենքի մեջ չեմ ասում։ Առանց օրենքի բաներ։ Իսկ չենք կարող օրենքի մեջ է։ Արի այսպեսի մի բան էլի ասենք։ Ասենք թող հայ լինի, բայց այնպես անի, որ Գլենդել քաղաքի բնակիչների համար, կանկախ նրանից հայ կլինեն թե այլ ազգի, լավ լինի։ Երևի սա կատարյալ տարբերակ է։ Անպայման, հա։ Հա։ Բայց մի քիչ էլ հայերի համար ավելի լավ լինի, ես տենց եմ ուզում։ Հա։ Մի քիչ ճիշտ է, նորից եմ ասում, ինքը չի կարա օրենքի մեջ գրի, ես այնպես եմ անում հայերի համար այսի լավ լինի, բայց իր մտքում, քանի որ ինքը հայ է, ինքը արդեն իր մտքում ինքը անենց մի քիչ բաներ կանի, որ ավելի շահերը գնա դեպի հայերին, բայց էլի օրենքի մեջ։ Հասկաց։ Նանես չէ անօրինական բաներ անի, հայերին պաշտպանի, հա, ինչ որ միտեղ։ Չէ, դժվարն է։ Էլի օրենքի մեջ, հիմա չգիտեմ, հայ մեր հայերը գիտես, օրենքը սիրում են պահել։ շատ, հա։ Ճակերտավոր շատ։ Դե հիմա թող մեր հայերի ամենավատ բանը լինի, որ օրենքը սիրում ենք։ Ուրիշ ազգերի պես չենք դնում, կմպցնենք մեր, չգիտեմ, տերորներ անենք բան, հա։ Չէ, այդ առումով։ Այդ առումով ֆինանսական ինչ որ բաներ կա, նորմալ է էլի։ Բոլորը, ինձ թվում է բոլորն են այդ մասով բոլոր ազգային ներկայացուցիչներն են։ Ամենակարևորը էքստրիմ բաներ չունեն հայերը։ Հա։ Ու Գլենդել քաղաքն էլ շատ ինքը ապահով քաղաք է։ Հա, այդ առումով այո։ Չէ, ամերիկան տենում ես, ինչքան անապահով տեղ ենք ապրում, ամեն օր եթե ամերիկյան լուրեր նայես, սաղորը իրար սպանում են ամեն օր։ Հա։ Սպանում, փախցնում երեխա, չգիտեմ, լիքը բաներ է կատարում ամերիկյան լուրեր նայելով Լոս Անջելեսի։ Հա։ Բայց Գլենդել քաղաքը համարվում է ամենաապահովը, ես կասեմ։ Դե ապրեն հայերը, հա։ Հա, որովհետև հայերն են քաղաքական հիմա իսկ դու որպես Գլենդելի բնակիչ, ասենք, եթե գնալու ես ընտրության Արսեն, արդեն կողմնորոշվել ես ում ես ձայն տալ, ոչ թե հարցնում եմ կոնկրետ անուն տաս, դա պետք չի, դա անձնական ինֆորմացիա է,
կոնկրետ որոշել ես ում պիտի ձայնը տաս։ Ես հիմա չեմ էլ որոշել, ճիշտ ասած, մի հատ այդ մասով եք ուզեի խոսել, որ եթե մեկը տեխնացությունը դնում է, ես կուզեի, որ հայկական հեռուստալիքներ, Facebook, YouTube-ներ, շոուներ ինչ որ մասնակցեն, որովհետև այսօր մենակ գնում ես, տնում ես խոտերի մեջ, անուններ ա դրած, ու չես իմանում ով է։ Իսկ արդյոք դա վերաբերմունք չի ընտրողների նկատմամբ։ Դե բա վերաբերմունք, լավ վերաբերմունք չի ես կասել։ Հենց այդ եմ էլի ասում։ Հա, եթե ես եմ դրել ուզում եմ դառնամ քաղաքապետ, առաջինը ես պետք է անենց անեմ, որ ինձ ճանաչեն, իմ խոսքը, թե ինչ պլաններ ունեմ, հա, այդ բոլորը ներկայացնեմ ժողովրդին, ինչ որ իրանք էլ հարցեր տան, չգիտեմ, Facebook-ով կամ հաղորդավարի միջոցով, բայց այսօր չկա, ես մենակ տեսնում եմ այն խոտերի մեջ ինչ որ անուններ ա մցրած։ Всё։ Նա մեզ չգիտես ով է, չես ճանաչում, որովհետև մի ոչ միջև էդ ես ճանաչել, ոչ էլ ընտրությունների ժամանակ, որ արդեն պատրաստվում են ընտրությունների, չկա։ Ասենց լավ ասենց մի բան անենք, այս ֆորմատում, այսօր մենք ես ու դու նստած զրուցում ենք։ Այդ տեխնացուներին ասենք, եկեք մեզ հյուր։ Մեզնից ինչ է գնում, մի ավել աթոռ կդնենք։ Դե կարան գան, ինչի՞ չէ, մենք բաց ենք, կարան գան հյուր խոսան։ Հա։ Մարդիկ է գոնե ճանաչեն ում ընտրեն, հա ասում են ընտրեք, չեն էլ ասում ընտրեք, չեմ էլ լսել, որ մեկը վեկանա, ասի ընտրեք ինձ։ Հա։ Ուղղակի դրածա ոտ, չգիտեմ անուն ազգանուն, վերջ, էտա։ Իսկ ախո ուրիշ ձև է այդ ամեն ինչը լինում, մենք ուղղակի չենք հասկանում, ուրիշ տրամաբանություն կա դրա մեջ։ Չունեմ, եթե ծանոթներով է, հին հայկական ձևերն է, մեր ախորտավենական տրեսպան, կարող է տենց է։ Դե բայց քո սկզբնական խոսքում, գիտես ինչի հիշեցի, հին ժամանակներում ասում էին թող պոլիպեդ լինի, բայց ՀՀՇ-ից լինի։ Հիմա ով ուզում է լինի, կարևորը հայ լինի։ Կարևորը հայ լինի, չէ։ Դե ինձ թվում է հիմա եթե պետք է գնան մարդիկ ընտրեն, չեն էլ իմանում ում են ընտրելու։ Ինքն այդ քո ասած Յանով մեկը կա, բայց ես տեսել եմ այդ խոտերի մեջ մի քանի հատ Յան կար։ Հիմա չգիտես էլ արդեն այդ Յաներից երևի պետքա դեմքին նայես, տենց ով է շատ ժպտում կամ բարի դեմքով ընտրես։ Փոքրժանը կսում են Կարի Մերյան, Գամձերյան։ Հիմա պետք է հասկանանք որն է Մերյանը, որն է Իրանցյանը։ Հետ եմ ասում, չես իմանում, լավ լուր, չես իմանում ում ընտրես։ Բայց դրա համար լավ չի Հայաստանի քաղաքական ընտրությունները, այ ախպեր, բոլորին գիտենք, բոլորը իրար քֆուր են տալի։ Դե լավ են անում, հիմա ինչ անենք, բա ինչ ան, իրանք է գնան խոտերի մեջ դնեն, անուն խոտերի մեջ չկան, դե տես, գոնե դե սենց Facebook-ով արդեն սա բլոգեր են։ Նա ամեն մեկը իր բլոգները ունի։ Արսեն իսկ հետևում ես Հայաստանի քաղաքական։ Թեթև հետևում եմ, բայց աշխատում եմ չխառնվել, որովհետև դե խառնվել ոչ մեկը չի խառնվում։ Ոչ մեկի չեմ հավատում, սենց ասում եմ, քաղաքական գործիչներին չեմ հավատում ընդհանրապես ես։ Շատ հեռու եմ պահում ինձ։ Իսկ եթե իմ համար ոնց ասում, ցո բոլորը սուտ ասեն։ Ոնց ֆռնում ես մեկը սուտ ատը։ Ամեն դեպքում, եթե Հայաստանում լինեիր եւ ստիպված լինեիր ինչ որ մեկին ձայն տալ, կողմնորոշվել ես ում ձայն կտայիր։ Մայքլ Ջեքսոնին։ Մայքլ Ջեքսոնը։ Իդեպ անցած ընտրություններին բավական ակտիվ էր Չակ Նորիսը։ Չակ Նորիսը։ Մահացավ։ Հա, մահացավ։ Մահացավ։ Բայց լավ դու ում ձայն կտայիր։ Դե դու ասա։ Շատ դժվար հարց է։ Դե բա դժվար է, բայց պետք է ընտրություն ես կատարում։ Դե ցուցակը դրել է կողմնորոշվեն։ Օգնի ինձ հիմա մի ասի։ Դες մենակ գիտեմ Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյանն ա դրես, Սամվել Կարապետյան, Հայկոնա, Հայկոնովա։ Հայկոն, Կարքին։ Հա, Հայկ Մարությանը։ Հայկ Մարությանը, էլ ում գիտեմ, երևի։ Ռոբերտ Քոչյանը։ Հա, Ռոբերտ Քոչյանը դրել է, ճիշտ է, Ռոբերտ Քոչյանը։ Այնտեղ էլի մարդիկ կան։ Չենք ճանաչում։ Կօգնես ինձ Արսեն։ Հիմա նայ։ Օգնեցի։ Երեկվա քաղաքական բանից ես քեզ օրինակ բերեմ գործընթացից։ Դու ինձ խորհուրդ տու որ մեկին ընտրեմ։ Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության նախկին վարչապետ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործող վարչապետին ասում է ինչ ունես դու մեր ազգային, չգիտեմ ինչի դիմանկարի թե ինչի դեմ, այ համբալ։ Եվ մի 15 րոպե անց Հայաստանի հանրապետության գործող վարչապետը պատասխանում է
նախկին նախագահին ասում է համբալը դու ես։ Հիմա եթե այս երկուսի մեջ որոշում կայացնեմ ընտրել, ում խորհուրդ կտաս ընտրեմ։ Ոնց կարող է երկուսից մեկը խորհուրդ տա։ Դե մեկին պիտի տաս։ Նա մեկ ասել է համբալ, էնել ասել է համբալը դու ես։ Հա, ինչ անենք։ Չէ, հիմա ոնց իմանանք։ Դե Որն է ճիշտ։ կարող է նայենք ով ավելի տենց էմոցիոնալ ասում համբալ։ հա։ Դե դիպտի մի քանի անգամ լսենք տենց մասնագետներ կամ չենք այդ համբալի մասնագետները լի, որտեղ այդ համբալը լավ ուժեղ Այսինքն համբալոլ է գմիտես։ Հա, համբալոլ է կանչենք, հա։ Հասկացա։ Դե հիմա եթե մի քիչ ավելի գնանք լուրջ կողմ, Ես կներես այն էլ տեսա, որ Գագիկ Ծառուկյանն էլ ասում է, որ Նիկոլին ընտրեք, ուրեմն ընտրել եք Ալիևին, միջև վետել Նիկոլը ասում էր, որ Գագիկ Ծառուկյանին ընտրեք, ընտրել եք Լուկաշենկոին։ Այդ էլ մի հատ է կռիվ։ նայ, այս ընտրական process-ում ամենաշատը գիտես ինձ ով է դուր գալիս։ Միակ մարդը, ով ճիշտ անում է իր գործը, ինչ որ առաջ էր արել, ինչ որ շատ առաջ էր արել, չգիտեմ, ինքը անում է իր գործը։ Դե գիտես ով է։ Հայկ Մարությանը։ Հա, Հայկ Մարությանը։ Մարդը քաղաքական կարգին հաղորդում է նկարում։ Հասկանում ես նույն բանը։ Եվ ասեմ առաջ էր լավ ստացվում, հիմա նա լավ ստացվում։ Այլ հարց որ process-ն անլրջանում է։ Բայց եթե մի փոքր լուրջ խոսենք, Արսեն, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի տղային ասում է այ լակոտ քեզ չգիտեմ որտեղից բերելու ենք Հայաստան եւ դատելու ենք գիտես էլի այդ իր բանը նախա հեղափոխական ձայնով ասեմ նորմալ է որ հանրապետության վարչապետը նույնիսկ եթե Ծառուկյանի տղեն իսկապես քրեական հանցագործություն է արել նույնիսկ եթե ես չգիտեմ արել է չի արել ինձ չի վերաբերվում նորմալ է որ հանրապետության վարչապետը թեկուզ հանցագործի ասում այ լակոտ նորմալ չէ պետք է վարչապետը առաջին մի քիչ ծանր πάει դու գիտես խի այս բաները ասում որովհետեւ մարդիկ ուզում են էդի լսեն հասկանում շատ մարդ կա ուզում է լսի որ ինքը ասում է լակոտ փռեմ պոլին փռեմ ստե փռեմ ընդ մարդկանց դուր է դա գալիս է ողջևորում են ովքեր չեն սիրում Գագիկ Ծառուկյանին ահա ինքը այնց բառեր ասում ընդհանրապես քաղաքական գործիչները միշտ այնց բառեր են ասում որ հանրությանը դուր է կանա բայց դա հակառակ էֆեկտ էլ կարա տա չէ դե կարա տա օրինակ քեզ բերեմ ես վերջերս մի բան կարդացի օչեկներս տեսանյութ էր ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Հաչապահյանը ունի կին եւ զավակ ինչի համար է նյութը զպրտել որպեսի բացասական էֆեկտ տա չէ Միքայել Սրբազանի անվանը ես շատ ուրախացա գիտես ինչի որ Միքայել Սրբազանի պես բարձր որակի հայը զավակ ունի, սերունդներ շարունակվելու է։ Ինձ այդ կղերական կանոնները բան կուսակրոնությունը ինձ չի հետաքրքրում։ Ուզում եմ ասեմ, երբ որ դու լուր ես տալիս, թեկուզ մեկին վատաբանելու, ինքը կարող է նաև հակառակ էֆեկտ ունենա։ Հակառակ էֆեկտը կունենա, երբ որ մարդիկ դրանից գաղափար ունենան։ Բայց մարդը կան շատ տոկոսը դրանից գաղափար չունի, այդ ինչի մասին որ խոսում է։ Դրա համար իրանց դուր է գալի այ լակոտ։ Всё, это դրանց դուր գալի։ Այն մնացած այն ուսկը չեն նայում, որ վարչապետը կամ ով որ ասում է, ինչի ասում, նա իրավունք չունի։ Այդ եմ ասում, այդպես բաներ էլ չեն մտածում։ Իրանց ականջին շոյում են։ Ասեն, բանի Մարի Անտուանետ Թագուհու վերջին խոսքը գիտես ինչ ա եղել ելյոցին բարձրանալուց առաջ։ Ինչ է։ Երբ որ արդեն Լյուդովիկոսը գլխատված էր եւ այլն, Թագուհին դեպի Գելիոցին քայլելու ճանապարհին պատահաբար տրորում է դահիճի ոդկը, ով որ իրան տանում է գլխատելու։ Եվ Թագուին բզդվում ասում է ներողություն, միամիտ ստացվեց, ես չէի ուզում ձեր ոդկը տրորել։ Հասկանում ես չէ, ինչի մասին ենք խոսում։ Դե դա հին ժամանակներ էր։ Հա բայց ինչ հիմա ավելի լրիվ փոխվել է։ Դե հիմա հենա տայում ես։ TikTok-ը դարձել է քաղաքական պլատֆորմա, է։ Քաղաքական TikTok։ Նույն բանը հիմա ինչ որ TikTok-ում էր կատարվում, դու սայքի արդեն մարդիկ քաղաքականացրել են դա, իսկ արդեն իրաց TikTok-ը։ Հիմա Լուկաշենկոին ու Ալևին անդրադառնան, քո ասած, որ ասցիր, ասում են որ լավա Լուկաշենկո թե Ալիև։ Հա։ Նախ ես Լուկաշենկոին առաջ շատ լավ էի վերաբերվում, գիտես ինչի,
Որտեվ տենց լուրեր կար, չէ՞ որ Մեհրիբան Ալիևայի հետ Իլհամի կնոջ հետ ինչ որ Հա, սենտիմենտալ կապեր ունեն։ Դրա համար հարգում էի այդ մարդուն, ասում էի դե լավ է, էլի։ Էսի իմիջայլոց։ Բայց այն ինչ որ ինքը ասեց Հայաստանի եւ հայկական պետության մասին, որ ասեց ուր պիտի գնան, բացի մեզնից ոչ մեկի պետք չեն, հետո էլ ասեց 44 օրյա պատերազմում մենք համագործակցել ենք Ադրբեջանի հետ։ Դե թշնամի է, եւ ինձ բացարձակ հետաքրքիր չի թե ինքը որ պետության բանն է։ Բայց այստեղ մի հատ կարևոր հարց։ Ասեն դու Հայաստանի Հանրապետության վարչապետն ես, օրինակ։ Եվ ամբիոնից հայտարարում ես, որ ես ու Գագիկ Ծառուկյանն եմ։ Հայտարարում ես, որ ես օտար պետության գործակալ եմ կամ, չգիտեմ, օտար պետության շահն եմ սպասարկում, ու դու վարչապետ ես։ Այստեղ կա երկու տարբերակ։ Կամ դու խաբում ես, ես կասեմ, կամ եթե սա, չէ, մի րոպե, այստեղ ուրիշ հարց կա։ Եթե չես խաբում, դե պետք է բռնի։ ինչի՞ ձերբակալված չի։ Դե խուզան խաբում ես։ Կամ է դու ընդհանրապես չես տիրապետում քո պաշտոնին, քո, չգիտեմ, Դե լավ, դու չես տիրապետում, բայց մյուս մարմինները չեն տիրապետում, որ լսում են վարչապետ մարդը ինչ որ բան ասում, չէ՞ գործարք սկսեն, գործընթաց սկսեն, այսինքն։ Իրանք էլ չեն տիրապետում։ Դե գիտես ինչ, ես այդքան մանրամասն չեմ տիրապետում այդ քաղաքական բանին, բայց կարծում եմ առանց բարձրագույն իշխանության թույլտվության որևէ երկրում։ Դե ուրեմն խափում է, տենց է դուրս գալի։ Ինձ թվում է, հա։ Այսօր հասարակ քաղաքացին մտնի միլիցիայություն, ասի ես գիտեմ, այս մարդը դավաճանում է երկիրը, հա, լրտեսա։ Կգնան այդ մարդու հետևից, չէ՞։ Կարծում եմ, հա։ Բայց մարդը որ ասում է այդ մարդը լրտեսա, չգիտեմ ինչերը։ Ինչի չեն գնում ոչ մեկ։ Այսինքն հիմա Արսեն դու գտնում ես, որ դա հանցագործության մասին հաղորդում է։ Public Դա լրիվ։ Հա։ Ամենաբարձր դեմքն է հայտարարում այն։ Հետո մի հատ էլ բան կա քաղաքական կուսակցություն, 15 կուսակցություն է մասնակցում։ Լավ անում, բայց դու չասեցիր ում ես ընտրում։ Վերջում պիտի։ Վերջում ես ասել։ Հա, վերջում ասել եմ։ Ձգում եք որ վերջում իմանում։ Գիտես ինչ կարանք անեինք, այստեղ այն որ գենդեր party են, չէ՞, ասում, տենց երկու հատ փուչիկ ունենայինք, տենց վերջում պայթացնեինք, բարձվել էլի, այդ փուչիկը որոշեինք ում ենք ընտրել, բայց ցավոք տեխնիկա։ Միամիտ ընտրվել, թե ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն։ Չկա տարբերություն։ Մեծ առնու։ Մի հատ էլ է ուժ մասնակցում բոլորին դեմ։ Տեսել ես այդ ուժը, ցավոքս։ Չեմ իմանում ով են անունը գիտեմ։ Բայց հայտարարությունն էլ է տենց շատ բոլորի դեմ, չէ՞։ Չէ, ինքը հենց կուսակցության անունն է բոլորը, հենց գրանցված է։ Բոլորին դեմ։ Հա, վերջերս քաղաքական ակցիա արեցին, ասին գնում ենք Կալապի լիճ ջուր ծեծելու։ Ես կատակ չեմ անում, իսկապես։ Ինչ կարծիք ես։ Ջուր ծեծելը ո՞րն է։ Չգիտեմ։ Հա, չգիտես, ես իմացա տենց հատուկ նոր ինչ որ բան է, հա, մենք չենք իմանում ջուր ծեծելը ո՞րն է։ Հա։ Ինչ կարծիք ես, երբ որ ասում են բոլորին դեմ, դա ում է ձեռնտու։ Եթե մարդուն ասում են գնա բոլորին դեմ քվեարկի, գնա քվեաթերթիկը անվավեր սարքի, գնա Չակ Նորիսին ընտրի, գնա չգիտեմ ում ընտրի։ Դե ոչ մեկին, այդպես չի։ Չես կարծում գործող իշխանությունը ձեռնտու է։ Որ բոլորին դեմ բռնե։ Որ այդ քվեաթերթիկն իրանել են դեմ։ Գիտես ինչա, եթե մարդը հիմա չի ընդունում ոչ Քոչարյանին, ոչ Սամվել Կարապետյանին, ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ մեկին, ոչ Գագիկ Ծառուկյանին։ Ինչ պիտի անի, չէ՞։ Կամ չգնա։ Կամ չգնա ընտրության, ինչը էլի ձեռնտու է գործող իշխանությանը։ Կամ պիտի գնա, չգիտեմ, այդ քո ասած Մայքլ Ջեքսոնին կամ հա։ Չգիտեմ, ծանր շրջան է, բայց Գիտես Արսեն, եթե մի քիչ փորձենք ավելի լուրջ խոսել այսօրվա հայկական քաղաքական իրականության մասին, շատ նողկալի վիճակ է, շատ։ Ու ամենավատն է, որ քաղաքական դիսկուրսը, խոսակցությունը, երկխոսությունը իջեցված է ամենացածր մակարդակի։
Եվ քեզ ասեմ, էսի նորություն չի իմ ասածը։ Վերջերս մի հաղորդում այդպես հատված տեսա Facebook-ում, նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանը հարցազրույց էր տալիս, երկխոսություն էր կարծեմ, եւ ասաց, որ բոլորս մեր սխալներն արել ենք, բոլորս, եւ ասաց, եւ առաջին նախագահի, եւ երկրորդ, եւ երրորդ, ասաց ուղղակի պետք է ընդունել այդ սխալները։ Հիմա առաջներում գոնե բանավեճը գնում էր, ասենք, ծրագրի շուրջ, բանավեճը գնում էր, չգիտեմ, քաղաքական համոզման, պարլամենտի մոդելի շուրջ, այսինքն դու ուզում էիր պարլամենտական երկիր, ես նախագահական երկիր, բան։ Հա, դա է կար, այն ժամանակ լիքը բանակցություն էր։ Իսկ դա փողոցային կռիվ է։ Փողոցի մակարդակ։ Մեկը մեկին սուն կա կերցնում, մեկը մեկին, չգիտեմ, ես չեմ հասկանում, իսկականից չեմ հասկանում։ Շատ մարդիկ կան, չգիտեն էլ սունկից ոնց են դες կայ ստանում, հիմա իմացան։ Արդեն Google արեցին, սունկի գործը գնաց առաջ, էլի փաստորեն։ Ես մի բան էլ ավելացավ։ Ես իսկապես հասկանում։ Գիտես, ինձ թվում է մխտարելու process-ը 2008-ից սկսեց շատ ավելի բացահայտ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին նախագահը հետ եկավ քաղաքական ասպարեզ, այդ ժամանակ գործող իշխանությունը սկսեցին դե ժամանակ YouTube բան այդպես ակտիվ չէր, ասենք ամեն 1000 հոգուց Հայաստանում ամեն 1000 հոգուց մեկը կարող է YouTube-ով հետաքրքրվել, սկսեցին CD-ներ, դիսկեր բան անել, բաժանել քաղաքում մարդկանց, որտեղ ասվում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայրը ազգությամբ թուրք է։ Ընդ որում, այնպես էր սարքված, որ իբր Տեր-Պետրոսյանի մայրը ուրիշի հետ է ամուսնացել, դե Հակոբ Տեր-Պետրոսյանն է Լևոն Տեր-Պետրոսյանի հայրը, բայց եղել է այդ թուրքի սիրուհին։ Դեդ նույնը Ռոբերտի։ Հետո Ռոբերտ Քոչարյանին ասում էին, հետո Նիկոլ Փաշինյանին էին ասում։ Մի հորը բան չեն ասում, պապը ասում է Հիտլերի հետ ինչ որ ժամանակին բանում պիտի գործ են արել իրար հետ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ապա միամի տեքստ եկավ անգատար։ Հասկացա։ Հիմա միացած է։ Շարունակենք։ Ինչ էի ասում։ Հիտլերի մասին էի ասում։ Նիկոլի պապա Հիտլերի պիտի գործ։ Հա, կոկե ասում։ Հասկացա։ Հա, ինչ էի ասում, այդ էր, որ բերվեց այդ մակարդակին, սրա հերը թուրք է, նրա պապը բանա, ֆաշիստ է, այն մեկի տատը չգիտեմ ինչ է, այսինքն բերեցին, իջեցրեցին դիսկուրսը լրիվ պլենդուզի մակարդակին ու հիմա բողոքում են։ Հա, բայց մի բան ասեմ էլի։ Որ նրա հերը թուրք է, նրա պապը թուրք է, չգիտեմ, ալբանացի է։ Ոնց է գալի Հայաստանի նախագահ ընտրվում կամ վարչապետ։ Այսինքն ստուգում չկա։ Միջև է չեն իմանում, որ թուրք է, բան ասեն, վերեն թղթերը ասեն թուրք է, թուրքի տղա է։ Հա։ Իրավունք չունես։ Մեր մոտ, եթե թուրք է պապատ, դու իրավունք չունես ընտրվես։ Դե դեմոկրատիկ երկիր Հենց լինում է բան, նոր անում են թուրքերն, հա։ Չէ, գիտես, ոչ մի ինստիտուտ, ոչ մեկ հասկանում ես չմնաց այդ բարձրունքի վրա, հասկանում ես, ներառել առաջին նախագահ, չէ, որպես սիմվոլ, հանրապետության առաջին նախագահ։ Չես հասկանում, ես երկու օր առաջ էլ թերեք էր Նիկոլը ամբիոնից ասում է Վանոն, որ ասում էր շատ կարդացած քիչ հասկացած, երևի հոգու խորքում Լևոն Տեր-Պետրոսյանին նկատի ուներ։ Էլի իջել ենք ներ, այսինքն չկա, որ գիտես ինչ, սենց ընտրություն կարա լինի մի երկրում, որ ոչ մի խնդիր չունի, բոլոր հարևանները մի հրաշալի ժողովուրդ, հələ հարևաններիքն է, ախպեր, թուրք, ադրբեջանցի, Իրան, Վրաստանը փառք Աստծո, չնայած այս բանից դուրս ասեմ, որ տեսար որ հայկական եկեղեցի էր բացվել Վրաստանում,
հանել էին բաները, թափել աղբամանը, վառել, չգիտեմ ինչ արել։ Չգիտեմ, ամեն տեղ ինչ որ մի պրոբլեմ կա։ հա։ Հիմա այսքան խոսացինք, վերջը չորոշեցիր ում ես ընտրելու։ Լեվել Մայքլ Ջեքսոնը ուժի մեջ է։ Մայքլ Ջեքսոնը մնում է։ Լեվել մնում է, հա։ Ինչի, բայց այնտեղ այնքան հետաքրքիր դեր։ Հակաս մի քանի օր առաջ գցնեն որ սա է Բրազիլիայում, հա։ Հա։ Բայց որ ուժի մեջ է։ Ինչի՞ մեր քաղաքական գործիչների մասին այդպես բաներ չկա, որ սաղ են եւ։ Որ սա է, ասում են, էլի։ Հա։ Ասում են Սերժիկ Նիկը սա է։ Ամեն մեկի համար է խոսում են։ Հա։ Այլանդակ։ Դե հիմա դու ասա ում ես ընտրում, տենանք հլա։ Չգիտեմ, քեզ մաս կարամ պատմեմ այստեղ ինչ որ Բելարուսից մարդիկ կան, հենց դուրը շփշե։ Նա քոչերան թե Նիկոլ։ Հեսա ասեմ։ Ուրեմն քեզ պատմեմ իմ ընտրության մասին։ Երբ որ ես բանակում էի, չէ, երբ որ ծառայում էի հայկական բանակում, մեզ դե տանում են զինվորներից, տանում էին ընտրության։ Ինձ էլ են տալը։ Հա, քեզ են դե հիշում ես։ Ուրեմն գնացել ենք մի քանի անգամ։ Հա։ Այն ժամանակ Սերժ Սարգսյան եւ կարծեմ Ռաֆի Հովհաննիսյան։ Եթե չեմ սխալվում, հիմնական ֆավորիտները։ Այդ քվյաթերթիկը նայեցի, այնտեղ տեսա բանին։ Անդրեաս Ղուկասյանին, հիշում ես Անդրեաս Ղուկասյանին։ Այն որ հենց Քարոզաշևը սկսեց նստեց հացադուլի, վերջում վատացավ, տարան հիվանդանան, ցոտե սպրծավ այդ պատմությունը։ Անդրեաս Ղուկասյան։ Բայց Արկադի են հիշում այտենց մեկ։ Չէ, Արկադի կարող է, բայց Անդրեասին ընտրեցի։ Հիշում ինչ, հա։ Անդրեասին ընտրեցի եւ գիտես ինչ պարտեի, ասա ինչի։ Հետո այդ հաշվարկները բաների որ նայեցի, այդ ընտրատեղամասում Անդրեաս Ղուկասյանը ընդամենը մի ձայն ուներ։ Եվ այդ իմ ձայնն էր։ Հիմա ցավոք այդպես ընտրելի։ Այդ ընտրատեղամասում հա։ Հիմա ցավոք սրտի Անդրեաս Ղուկասյանը չի մասնակցում։ Դե պետք է մեկին ընտրես։ Պաուլ Հարիկյանն է մա։ Ինչի Պաուլ Հարիկյանին չես ընտրում։ Բանի հետ է միացել։ Չեմ ճանաչում։ Պաուլ Հարիկյանի։ Չէ, ճանաչում եմ ով, բայց դες չեմ ճանաչում ինչա ուզում։ Հիմա քեզ ասեմ, ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ, հայտնի այլախոհ, սահմանադրագետ եւ ընդհանրապես ամենահայտնի ակսորիալ Հայաստանից Պաուլ Հարիկյանը եւ Վարդան Ղուկասյանը Դոգը միացել են այդ երկու կուսակցությունները։ Իրար են միացել։ Հա։ Համառացանք Դոգն էլ ընտրությունների մասնակցում։ Իրար են միացել, իրանց ձայն տուրար սեն ինչ չես տալիս։ Իրանց էլ չեմ ուզում։ Ինչի։ Ինչու՞ հավատ։ Էլի չես ալու։ Ես քաղաքական գործիչների չեմ հավատ։ Արսեն ջան, բայց քաղաքականությունը միակ բանն է, որ այսօր կառավարման ձևն է աշխարհում, այսինքն դնել ասել, որ ոչ մեկի չեն հավատում, իսկ կան մարդիկ, որ բացառում ես, ասում ես, լավ, սրանց չեմ հասկացա, ոչ մեկի չեմ հավատում, բայց սրան գոնե մի ընտրեք, կա տենց մեկը։ Ակմես գրաֆինը։ Չկա։ Չկա, այդտեղ չկա։ Օպերատորը էսել ակտիվ է, շա։ Դու պետք է ասես ում ենք ընտրում, դու։ Վերջում լավ, կորոշենք։ Ում ենք ընտրելու։ Հա, երկուսս էլ համաձայն ես։ Ես մեկը ընտրության չեմ գնալու, հենց որ ես չեմ ընտրում։ Ես էլ չեմ ոչ մեկի։ Ես էլ չեմ գնալու։ Բայց հոգուս է խոր։ Հա, հոգու խոր։ Մի քանի բան հստակ կարամ ասեմ։ Ուղիղ, որ բանա։ Չկա այն քաղաքական գործիչը, ում անթակույց կգնայի կընտրեի, ու կգնայի մեր բակում հանգիստ կասայի գնացե ընտրել եմ էսի։ Այս չեմ ասում այդպես, քեզ դրել են ստիպում են, ասում են էս։ Արշակ Սադոյան։ 5-ից 1-ին Արշակ Սադոյանը չի դրել։ Հետո ինչ Մայքլ Ջեքսոնը դրել է, որ դու Մայքլ Ջեքսոնը։ Ես կատակով եմ ասում, բայց դու պետք է լուրջ ասես, ում ես ընտրելու։ Այ գիտես քաղաքական գործիչը ոնց է։ Հա։ Բայց դու հարցը տալիս ես, ինքը մի ժամ այսպես կողքերով կգա, վերջում քո հարցը կանցնի կգնա, չեն պատասխանում, բայց դու չես էլ զգավոր։ Այդ հարցի չել պատասխանել։ Բայց արի մեզ դիտողներին մի բան հստակ երկուսով որ համաձայնենք ասենք։ Ընդրակաշարք մի վերցրեք։ Հա? Մի ծախեք ձեր ձայնը։ Գիտեք ինչի։ Այն որ մարդիկ կան ասում են Այ մարդ փողը վեկալ ուրիշին ընդրի, բան, մի արեք ժողովուրդ, դա
ձեզ Աստծո Դա էտի կողմից խիչան տրված որ փողը վերցնեն իրանց ուզածին հեսակասեն։ Գիտես ինչ։ Այդ նույնը ոնց որ մի աղջկա ասես վնաս են տալի էլի ուղղակի այդ չի մարդուն։ կարելի, չի կարելի Այդ մարդուն չի կարելի վնաս տան։ նայ, Ու փողը բաժանում։ ասեմ ինչ։ Այդ մարդու հարցը չի։ Ոնց որ մի աղջկա ասես նայ գիշերները կարաս կիսամերկ գնաս այդ փողոցում կանգնես մարմնավաճառների հետ։ Ես նայ հանգարց մարմինդ չվաճառես։ Դե կիսամերկա էդի արդեն էլի լրիվ ուրիշ բան է, նույն բան է։ Չէ, ուզում եմ ասեմ, չէ։ Չէ, թե չվերցնեմ էդի հարցը, ոչ տվեք, ոչ վերցրեք։ Ոչ վերցրեք, կարա նայում եմ այդ տղեկը, գյուղացի տղեկ են, հեսա ամեն մեկի վրա դափոնով քրեական գործը բացելու են, այսպես։ Ահա։ Մեղք են էլի ախպեր, ինչի համար, որ իմանաս ինչ որ մի լուրջ բան ալնելու, հասկանում ես, մի ինչ որ լուրջ փոփոխություն ալնելու, մտել են հեղափոխական գործունեության մեջ, հասկանում ես, ասես դե լավ, մի մարդը թող գնա իր հանուն գաղափարի թող գնա նստի։ Ոնց որ 20 քանի տարի Պաուլ Հայրիկյանը նստել է, այդ որ հիմա Հեսա ձայնագրություններ էլ կգա։ Հեսա ձայնագրություններ էլ կգա։ Հա, ամեն օր գնում։ Որովին ընտրակաշարք տվեց, ոնց տվեց, այդ բոլորը հավաքում են, մեկ էլ ընտրություններից առաջ սկսում են լցնելը YouTube-ները կամ Ժորժան գնացեք Արսենը դիմեց, ես էլ եմ ուզում դիմեմ։ Գնացեք ընտրատեղամաս, մոտեցեք այդ խցիկին ու քվեարկեք բացառապես հանուն ձեր խղճի։ Եվ փորձեք այդ վատ գաղափարախոսական աղբը, որ կերակրում են մեզ բոլորիս, մի պահ հանեք ձեր գլխից։ Ուղղակի քվեարկեք ձեր խղճին, ձեր սրտին հարազատ ձևով։ Արսեն բանում ես ասելու մեր ժողովրդին։ Ես էլ նույնը կասեմ, որ ինչ ձեր խիղճը ձեզ թելադրում է, գնացեք այդ խցիկի դիմաց, ընտրեք ձեր խղճով ձեր թեկնածուն, ում հավատում եք։ Չնայած այդ էլ այո, մի 80% էլի սխալվում ենք միշտ, բայց դե գոնե գիտես քո խղճով ես արել, էլի։ Որտեվ շատ ենք սխալվում, գնում ընտրում ենք նրան, ով շատ է եթերներով խոսում, ով շոյում է մարդկանց ականջները, մարդիկ սկսում են հավատալ, այնպես չի գնում, ընտրում են, հավատում են, որովհետև այդ մարդը նենց է խոսում ճարպիկ, խոսում է քո սրտից, այդ է էլ ինքը գիտի որտեղից կպնի, որտեվ ինքն էլ է այդ փողոցներից եկած, հասկանում է, թե քեզ ինչեր է հուզում, ինչ հարցեր, ինչ կուզեր տեսնել, ասում է, էսի կանենք, հետո ոչ մի բան չի անում։ Բոլոր դեպքերում Չերչիլը գիտես չէ ինչ է ասում է դեմոկրատիան լավագույն բանը չի կառավարման մեթոդը, բայց ցավոք սրտի դրանից լավ բան դեռ չի հայտնվել։ Հա, չի հայտնվել։ Անջատել է արդեն։ Հա, դե Անջատվեց անջատի։